Հայաստանի իշխանությունները հիմա էլ ընկել են հանգուցյալների հետևից։ 20-25 տարվա վաղեմության գործերով մեղադրանք են առաջադրում մահացած պաշտոնյաներին, որոնք այսօր փաստացի զրկված են իրենց պաշտպանելու հնարավորությունից։ Իրավապահները նախ քրեական հետապնդում են հարուցել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ մարտի 1-ի վերաբերյալ գործով, այնուհետև նույն գործով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ, ում մեղադրում են իբրև մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանների գործողություններն արդարացնելու համար կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ Երևանում այդ օրերին զանգվածային անկարգությունների վերաբերյալ։ Թե Հայկ Հարությունյանի, թե Գորիկ Հակոբյանի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան։ Նկատենք այդ նույն դրվագներով կամ մարտի 1-ին գրանցված մահվան դեպքերի համար իրենց կենդանության օրոք որևէ պաշտոնյայի գործ դատարան չի գնացել։ Նշենք նաև, որ Փաշինյանի իշխանության տարիներին միայն 2019 թվականին հայտարարվեց, թե իբր բացահայտել են մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի մահվան հանգամանքները ու սպանության մեղադրանքով կալանավորել ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին, սակայն կարճ ժամանակ անց նա ազատ արձակվեց, քանզի պարզվեց իրավապահները չունեին ոչ մի ապացույց, կարողացել էր պաշտպանել իր շահերը։ Տարիներ անց 2023 թվականին արդեն գործն ընդհանրապես կարճելու միջնորդություն ներկայացվեց։ Նշենք, որ նախօրեին էլ քրեական հետապնդում էր հարուցվել լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի դեմ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու և մյուսների գործով։ Այլ խոսքով իրավապահները որոշել են պատասխանատուներ կարգել և քրեական պատասխանատվության ենթարկել մահացած մարդկանց, ովքեր զրկված են պաշտպանությունից։ Որքան էլ նրանց օրինական ներկայացուցիչները փորձեն պաշտպանվել, այդուհանդերձ այդ իրադարձություններից տեղյակ չեն կարող լինել այնպես, ինչպես նրանք, ըստ այդմ պատշաճ պաշտպանության մասին խոսք լինել չի կարող։